Բարև ձեզ, Հայաստանի հպարտ քաղաքացի։ Գիտես արդյոք, որ դու անբարոյական ես, համաձայն ՀՀ օրենքի եւ այդպես են որոշել մեր իշխանությունները։ Քանզի եթե լինեիր բարոյական, դու կարող էիր պահանջել բարոյական վնասի փոխհատուցում։ Իսկ միայն անբարոյականը չունի բարոյականության արժեք եւ չի կարող պահանջել այդ վնասի փոխհատուցումը։ Այս եզրակացմանը եկավ ստաբդատողությունը մի շարք զրույցներից հետո պրոֆեսիոնալների եւ մասնագետների հետ։ Ուրեմն ով տեղյակ չի, թե ինչի մասին է խոսքը գնում կամ նորա լսում, այստեղ սկրինշոթ է դրված, սա իմ նախորդ հաղորդման շարունակությունն է։ Այդ իմ նախորդ հաղորդումը նվիրված էր այդ նոյեմբերյանի այդ ստահակների այդ կատարած այդ խուլիգանության են, ծեծ ջարդին են ուսանողի այդ քոլեջի ուսանողների միջև, որտեղ ես բարձրացրեցի հարց, որ պետք է նրանք պատժվեն հանրային աշխատանքի ձևով, գումարած դրան ծնողները ազատվեն պետական աշխատանքից, ինչպես գիտեք, մեկի հայրը քրեակատարողական հիմնարկում էր աշխատում եւ դատական ինչ-որ պրոցեսներ սկսվեն բարոյական վնասի փոխհատուցում այդ տղայի ընտանիքի եւ այդ տղայի իօգուտ նրա։ Ինչպես ասեցի, կզրուցեմ մասնագետների հետ, հասարակական պաշտպանների, ասենց ասած, հանրային գործիչների, փաստաբանների, զրուցեցի։ Այս 3 հարցն էլ ասենց բարձրացրեցինք, տեսեք, դուրս եկավ մի բան, որ մենք չունենք հայերս բարոյականության արժեք, որի համար պայքար ենք դատարանում։ Քանզի մեկնաբանելով սենց մենք անբարոյական ենք։ Ու տեսեք, ես համեմատեցի մեզ, մեր հարևանների հետ, նրանց մոտ ինչ վիճակ է այս օրենքի հետ կապված, մենք միակն ենք։ Վրաստանում կա, Ադրբեջանում կա, Թուրքիայում կա, Պարսկաստանում ընդհանրապես շարիաթի օրենք կա, այնտեղ նույնիսկ արյան այդ կարգի վրեժի կետ կա։ Ռուսաստանի Դաշնությունում եւս այդ օրենքը կա։ Քաղաքական թեմաները թողնում ենք մի կողմ, դատական պրոցեսները, որտեղ պետական շահն է, էլի, կամ ինչ-որ մի ռեժիմի։ Մնացած դեպքերում քաղաքացին բացարձակ արժեք է պետության համար, ինչպես գրված է հենց Ադրբեջանի օրենքում, հղում անելով իրենց սահմանադրությանը։ Նույն կետը կա հայկական սահմանադրության մեջ, բայց եկեք տեսնենք, որ մեր իշխանավորները լինելով առաջին իսկ օրվանից անբարոյական, մտադրված այդ հոդվածը դուրս են թողել քաղաքացիական օրենսգրքից, իսկ քրեականում դա մասնակի է ինչ-որ աշխատում, ինչ-որ կյանքի առողջության հետ կապված, էլի դրա վնասը։ Նենց որ նայեք, սա Նիկոլ Փաշինյանի խնդիրը չի, սա սկսվել է դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանից, անկախության առաջին օրերից շարունակվել է, ովքեր են եղել իշխանություն հետո Վազգեն Սարգսյան, մեծն սպարապետ, Կարեն Սերոփիճով եղել է նրա օրոք, ռեալ իշխանությունը նրանք են եղել։ Ազգային ժողովում նախագահ կարծեմ։ Հետևից եկավ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ այս բոլորի իրավահաջորդ Նիկոլ Փաշինյան։ Բոլորն էլ գիտեն այդ, բայց լինելով բոլորն էլ անբարոյական, հասկանալով, որ այդ օրենքը վաղը կաշխատի իրենց շրջապատի ընկերների, իրենց ասենց ասած կրուգի նկատմամբ, իրենց հետ մոտիկ այդ բիզնեսմենների, գործարարների հետ, էլի այդ էլիտան, որտեղ սովորական պետության համար այդ ոչխարը, անասունը, կսկսի օրենքներ ասենց ասած առաջ բերել, էլի, պահանջներ ներկայացնել։ Դրա համար դուրս է հանվել։ Ես ուստապ դատողությունը եկավ այդ մի պարզ մտքին եւ բացատրությանը, էլի, թե ինչի մենք տարբերվում մնացածից, մեր հարևաններից։
որտեվ դա մեր էությունն է, դա մեր սուշնեսն է, էլի հայրենիք, այնց էությունը մեր աֆերիստ խափեփա տեսակի, անբարոյական հոգեպես տեսակի, որ մենք չենք ներառել այդ օրենքը օրենսգրքում, էլի քաղաքացիական, քաղաքացիական օրենսգիրքն է, ինչպես եւ քրեական։ Որտեւ հայը անբարոյական է, իսկ անբարոյականը չի կարող պահանջել բարոյական վնասի փոխհատուցում։ Ինչպես եւ օրինակ մարմնավաճառը, պոռնիկը կամ թմրամոլները կամ բանը, նրանք դատարանում նրանց պաշտպանելը շատ բարդ է։ Դա ամբողջ աշխարհում էլի։ Նրանք արդեն վարկաբեկված են։ Իսկ հայ քաղաքացին ամբողջ մի ժողովուրդ է այդ հոդվածի տակ ընկել էլի պետության համար։ Ես տեսեք, ես այդ գործիչների հետ խոսալով ասում եմ, բայց չի կարելի պայքարել դրա համար, էլի, դա պայքարելը ախր եւս տեսակ ձև է հասնելու դրան։ Այն ասել հետաքրքիր չէր։ Ես նույնիսկ առաջարկեցի քաղաքական PR-ի մեջ օգտագործել դա, էլի։ Նայեք, պայքարող տեսակ չի հայը, Ես հիմա ձեզ մի օրինակ բերեմ, տեսեք, հայի ու ռուսի պայքարող ու չպայքարող տեսակի մեջ։ Մի դեպք էր եղել Ռուսաստանում տարիներ առաջ, որ մի մարդու տուգանել էին երեխային առանց մանկական այդ նստարանի տեղափոխելու համար։ Այն ժամանակվա օրենքով մինչև 12 տարեկան պետքա բոլորը ամրացված լինեն այդ նստարանների մեջ եւ մարդու վրա տուգանք էին գրել 3000 ռուբլի։ Իսկ այդ մարդու երեխան խոշոր է եղել, հասկանում եք, նա նստած է եղել բուստերի վրա, այն մյուս տեսակի, չի օգտվել հենց նստարանից, այլ բուստերից։ Ու մարդը, տեսեք, հայի պես հայ տեսակ չուներ, էլի, որ ասել, 3000 ռուբլի այնա կգնամ, այստեղ օրենքը սենց է, էլի, եթե 20 օրվա մեջ կամ մի ամսվա մեջ մուծում ես 50% էր այն ժամանակ։ 1500 ռուբլի կմուծեմ, գլուխս դնեմ, անցավ գլուխս ծավի տակ, դատարաններ, բան, փաստաբաններ։ Հայը տենց կասեր, որտեվ հայը ոնց է ասում, ոնց շինես հային կշինվի, ոնց շինես, էլի։ Մարդ կասում է, մեկա բռնաբարվելու եմ, էլի, ավելի ավա թուլանամ ու կայֆ ստանամ։ Այսա հայի հոգեբանությունն է, փիլիսոփայությունը։ Դե ոչ բոլորի բացառություններ կան, բայց բացառությունները թողնում եք, մեկն էլ ես եմ այդ բացառությունը։ Այդ փչացած ժամացույցի օրինակն է, էլի։ Օր երկու անգամ ճիշտ ժամացույց տալի։ Տեսեք, այդ մարդը գնաց պայքարը տևեց 7 տարի։ Ռուսաստանյան բոլոր դատարաններով միջև հասավ Գերագույն դատարան։ Մերժվել էին բոլոր ամենտեղ, էլի իր հայցը, ինքը պարտվել էր։ Բայց Գերագույն դատարանը Վերխովնի սուդ Ռոսիյսկой Ֆեդերացիի կայացրեց որոշում, օգուտ այդ մարդու։ Եվ հրահանգեց պետությանը եւ ոստիկանությանը օրենքի մեջ փոփոխություններ անեն։ Եվ օրենքը փոխվեց։ Դատարանը բացատրեց, որ երեխաները լինեն տարբեր կոմպլեկցիայի, խոշոր, միջին, ավելի մանր, կարելի է օգտագործել արդեն այդ դեպքում ուրիշ միջոցներ անվտանգության։ Եվ այդ օրենքը դուրս եկավ։ Ասեք, մեկ հոգու պայքար էր դա, մեկ պայքարող տեսակ, որը մեր մոտ բացակայում է, հայի մոտ էլի, հայը հարմարվող է, եմ ասում, ոնց շինես այդ դիրքով կշինվի, դնես կամասուտրան, ասես պետք է շինվես այս որ, գլուխը կախ կշինվի։ Լսեք, ես համեմատեցի մեր հարևանների բոլորի մոտ, լսեք, չկա, լսեք, մենակ մեր մոտ է, դուք պատկերացնում եք, դուք հիմա վրացին իմանա, ադրբեջանցին իմանա։ Ես հիմա դիմում եմ մեր, տեսեք, եթե կա մեր մոտ օրինակ ավելի էնտուզիաստներ, էլի մարդիկ, երիտասարդ իրավաբաններ, ավելի սենց նոր կյանք մտնող, էլի նոր այդ գնացեք այս ճանապարհով։ Եղեք էնտուզիաստ, նայեք, սենց ես հիմա անդադ ուզում եմ այդ բառի սենց թարգմանությունը գտնեմ, չեմ գտնում, հայերեն կա էնտուզիաստ։ Օրինակ հենց Մոսկվայում կա բան, պողոտա էնտուզիաստների։ Տեսեք, խրախուսվում է էնտուզիազմը, բայց մեզ մոտ դա ես բառը նույնիսկ չեմ գտնում։
Հենց որ երիտասարդ փաստաբաններ կամ ավելի ամբիցիոզ փորձեք բռնեք այդ ճանապարհը, գնացեք պայքարեք, եղեք պայքարող տեսակ։ Լսեք, եթե պայքարող չլիներ, օրինակ նույն Սևամորթը, Միացյալ Նահանգները վերցնենք, էլի շատ ենք սիրում։ Նրանք միջև հիմա կգնային, օրինակ օգտվեն Սևամորթների զուգարանից, Սևամորթների սրճարաններից, Սևամորթների դպրոցներ կգնային, Սևամորթների հատկացված հատվածում կնստեին տրանսպորտի մեջ։ Նրանք պայքարեցին, որ հասան դրան։ Պայքարեցին, որ ապորտոիդի օրենքը նույն Աֆրիկյան Հանրապետությունում փոխվեց։ Հասկանում եք, պայքարող տեսակն է, որ հայ մոտ չկա պայքարող։ Հայը երբեք ստրուկ չի եղել, բայց այդ ճորտի հոգեբանությունը մեջ հենց մնացել ու պետքա պայքարել։ Ես հիմա տեսեք, ասում եմ, մեր քաղաքական այսքան ուժեր կան, ընտրապայքարի մեջ են, իշխանավոր թե ոչ ընդդիմադիր, դրեք սա ձեր քաղաքական ծրագրերի մեջ, այս կետը ներառեք, բարոյական իրավունքի այդ բարձրացում եւ այդ օրենքի փոփոխություն։ Տեսնենք, կանեն։ Ես նույնիսկ փաստաբանի առաջարկեցի այս ճանապարհը բռնեն գոնե PR-ի համար, քաղաքական PR-ի, որպես ավելի գովազդի տեսակ լինի եւս, եւ այդ ուժը ավելի պայքարող ուժ լինի մարդկանց աչքերում։ Չգիտեմ ինչն է պատճառը, որ հետաքրքիր չէր բարձրացնել պաշտոնյաների երեխաների վարքի արդյունքում ծնողները պետք է զրկվեն պաշտոններից։ Տեսեք, էս էլ հետաքրքիր չի։ Ինչու մեծ հարցական կողքը։ Միգուցե այդ օրենքը վաղը իրենց դեմ կաշխատի, դրա համար իրենց ձեռնտու չի խոսել, բարձրաձայնել, պահել այդ ամեն ինչը առաջին էջերում, էլի, սենց ասած, հանրային էս հարթակներում եւ ընդհանրապես էլի օրակարգում։ Այս բոլորը հարցեր են։ Ինչի ենք մենք այս ձև, որտեվ անբարոյական ենք, որտեվ որ նայում եք, մենակ հայը հային է կարողանում խաբել, գցել։ Նայում եք նույն Միացյալ Նահանգներ լինի, որտեղ նույն Ռուսաստանի հայությունը հայը փնտրում խաբի։ Երբեք ուրիշ ազգի չի խաբի, այնտեղ Ամերիկայում, Իռլանդացուն, Մեքսիկոյում չեն խաբի, հային կխաբեն, կփնտրենք, սպասեն, մինչև նոր հայ գա խաբեն, նույնը Ռուսաստան։ Հայ համայնքը էդ է, բայց իրան ասում է, ես ամենան եմ։ Ես տեսնում եմ հայեր իրանց հрьяաների հետ են համեմատում, սենց ինչ որ քննարկումներ ա գնում։ Լսեք, հայը այնքան է հрьяից հեռու, ինչքան խոզը, ինչից ասեմ, օրինակ, դանակ պատարակաղով հաց ուտելուց, էլի։ Հрьяան, երբ որ տեսնում է երկրորդ հрьяին, նրան ձեռը բռնում, օգնում է, բարձրացնում է։ Ու ամբողջ իրանց համայնքն է այդ ձև։ Իսկ մեր մոտ համայնքում ինչ է, լսում ես դու այն որ ինձ են գրում մարդիկ մեր թե ինչ է կատարվում, ասում ես արա գենետիկ լինեի, ես գենային ինժեներիայի մասնագետ լինեի, հայ գենի ուսումնասիրի, մի հատ վիրուս բաց թողնեի, որ հայ գենը կորեր աշխարհում։ Այն որ լսում ես, ամաչում ես, որ դու հայ ես։ Էլ եմ ասում, բացառություններ կան, եզակի են դրանք, էլի, դա անոմալիա, դրանք սպիտակ ագռավներ են այդ բացառությունները։ Բայց մեծամասամբ սա է։ Էսա, երևի այն բանը, որ հայի գեն ունենար են, Homo sapiens են, երևի տենց է ծառի վրա կմնար, ոչ կրակ կվարեր, ոչ կպայքարեր, ոչ փայտ կսրեր, էսա մեր հայի տեսակը, էլի, դա համար ես էլ եմ ասում գործիչներ քաղաքական, փորձեք սա վերցնեք, զինվեք այս ծրագրով եւս այդքան կետեր ավելացնում եք, ինչ հիմարություն ասես կասեն, վարձկաններով գնանք, Ադրբեջանը գրավենք, մեր հողերը հետ բերենք, բայց հիմարություն կգրեն, բայց լուրջ բան չեն խոսա։ Այս ենք մենք։
Ինձ որ ժողովուրդ ջան, պետքա պայքարել։ Ես շատ եմ ցավում, շատ անգամ sense ուզում ես հիասթափվում ես ամեն ինչից, էլի, որ տեսնում ես, լսում ես, զգում ես, հասկանում ես։ Բայց մեկ էլ ասում ես, դե մեկն էլ ես պետքա լինեմ պայքարող։ Դեգոզ ես ոչ մի գրանտներ չեմ ստանում, ոչ մի տեից, ես իմ օրվա աշխատանքից ինչ որ մի քանի րոպե sense մի բան կձայնագրեմ, կդնեմ, կասեմ, սա եւս հանրային հարթակավորին հետևում են արդեն շատ իշխանությունները ձև են բոլոր բաներին sense համեմատած ովքեր մարդկանց ուղեղը sense բխտորում են, էլի։ Նույնը Ռուսաստանում, տեսեք 10,000 հոգի հետևորդ ունես, արդեն պետքա Ռոսպատրեբնաձորում գրանցվես։ Այսօր Հայաստանում էլ հետևում են եւ միգուցե նրանց մեջ լինեն պարկեշտ մարդիկ, որ կարողանան այս ամեն ինչը կամաց բերեն կյանքի կոչեն։ Չգիտեմ, տեսնենք ժամանակը ցույց կտա։ Առայժմ գրեք ձեր այդ պատասխանները։ Ես չգիտեմ, ես տեսեք նույնը բարձրաձայնից ասեցի, լսեք, Ալեն Սիմոնյանը բան արեց, այս նույն հարցով մտավ դատարան, ինչ որ մի լրագրողի դեմ, որ իր բարի համբավը վերականգնի։ Հաղթեց դատը եւ նա ստացավ կոմպենսացիա։ Սա ո՞նց է սենց լինում։ Ես նույն հարցը տվեցի այդ մասնագետներին, էլի։ Ասեցին դա զրպարտանքը դա ուրիշ է, բայց բարոյական վնասի փոխհատուցումը դա ասում եմ մի րոպե, այնտեղ էլ կար բարոյական վնաս, փոխպատկամուծեր այդ լրագրողը, բայց եթե զրպարտանքը վիրավորանքը, հայհոյանքն էլ է վիրավորանք, հələ գրեք, թե հայհոյանքը վիրավորանք չի։ Մարդուն ծեծելը, ջարդելը դա եւս վիրավորանքի տեսակ է, այդ օրենքը դուք ո՞նց եք գրել։ Ոնց են մեկնաբանում, հասկանում եք, Ալեն Սիմոնյանի բարոյական վնասը վնաս է, բայց սովորական մի անպաշտպան երեխայի բարոյական վնասը վնաս չէ։ Նրան զրպարտել են, նրան հայհոյել են։ Հիմա ո՞րն է տարբերությունը։ Չկարողացան ինձ բացատրել։ Կամ էլ այն ձև բացատրեցին, ոնց որ 2-ին գումարած 2 հավասար է 22։ Այդտենց էլ կարելի է բացատրել։ Հենց որ գրեք մի հատ ձեր կարծիքը։ Չգիտեմ, ոնց եք կարծում։